Պատկերացրեք, գտնվում եք մեքենայի ղեկին։ Մեքենայում են ձեր կինը, ձեր երեխան, ձեր ծնողները, ինչ-որ մի առիթից օրինակ տուն եք գնում։ Մեկ էլ դիմացի մեքենայից ինչ-որ մի ստահակ տերորիստ սկսում է շախտալ այս աստղիկները, որոնք ակը ոչ թե ուղղակի ծակում են, այլ պատռում են։ Պատկերացրեք, դուք դա տեսնում եք ու փորձում եք մեքենան փախցնել, չգիտեմ, ինչ-որ կտրուկ շրջադարձ անել, կտրուկ աջ կամ ձախ թեքել։ Կողքից էլ է ինչ-որ մեկը դա տենում, կողքի շարքով ընթացում, ու ինքն էլ է նույն գործողությունը փորձում անում։ Երթևեկում եք օրինակ թույլատրելի 60 արագությամբ։ Ինչ տեղի կունենա աստծո։ Ակնհայտ է, որ վթար տեղի կունենա։ Չի բացառվում, որ վթարն ունենա ողբերգական հետևանք, որտեղ գուցե պրոցիվից էլ ինչ-որ մեկ է նույն գործողությունը անում։ Հենց սա էին փորձում անել տերորիստներն ու իր աջակիցները, հենց այս աստղիկները փողոցում շախտալն էին քննարկում իրենց զապիսների մեջ։ Էլ չեմ խոսում այն մասին, որ ուղղակի պատկերացրեք, որ ձեր հարազատը, ձեր կինը, ձեր մայրը ավտոբուսում է, ու ինչ-որ մեկը ավտոբուսի վրա վառվող յուղ է լցնում։ Յուղ է լցնում ու հետո պաժարանում։ Էս է տերորիստների էությունը։ Էս է ծրագրված տերորիզմը։ Սա է։ Չի եկեղեցին սարքել էին տերորի պլացդարմ, հիմա էլ փորձում են եկեղեցին դարձնել վահան շարքային հանցագործներին պաշտպանելու համար։ Միքայել Աչապայանը շատ լավ իմանալով, որ կա իրեն ձերբակալելու ոչ որոշում, գնացել ու թաքնվել է Վեհարանում, փորձելով այնտեղ բախում հրահրել, փորձելով ցույց տալ, թե իբր գործողությունը, որը կատարվում է ոչ թե պարզունակ իրեն ձերբակալելու գործողությունը, այլ Վեհարանի վրա ինչ-որ մի հարց է։ Այս նողկալի է ստոր սրիկաները, որ պայմանավորվել էին ու պլանավորել էին քաղաքում ավտոբուսներ վառել, որ պլանավորել էին պետական շենքերի վրա կարակահերթեր բացել։ Այս նույն ստահակները, որ ամբողջ ազգին անվանում էին խորը անասուն, այս նույն ստահակները, որ իրանց աջակիցներին անվանում էին էշ, այսօր փորձում են մարդկանց հրավիրել իբրի պաշտպանություն Մայրաթորի։ Այս սրբապիղծներ դուք ինչ գործում եք Մայրաթորի, դուք ինչ գործում եք մեր եկեղեցու հետ։ Դուք ջիհադիստ տերորիստներ եք, դուք ոչ քրիստոնյա եք, դուք ոչ հայ եք, դուք հայ ազգին խորը անասուն անվանող սրիկաներ եք։ Դուք անգամ ձեր աջակիցների էշ անվանող տականքներ եք։ Էդ եք դուք։ Միքայել Աչապայանը պիտի դուրս գա ու ձերբակալ։ Ինքը իր ոտքով պիտի դուրս գա ու ձերբակալ։